Պարոն Թովմասյան, այս անսովոր ենք մի քիչ հաղորդումը սկսում, որովհետև սովորաբար գնում ենք մարդու աշխատասենյակ, բայց մենք հիմա բարձրացել ենք շենքի մեկ այլ հարկ, որպեսզի մեզ ցույց տաք մի պատմական անկյուն։ Ես ոնց հասկացա, այդքան սիրում եմ ձեր մասնագիտությունը։ Շնորհակալություն, իրականում այո, որովհետև երկար տարիներ հենց նեղ մասնագիտությամբ աշխատանք եմ կատարել եւ շինհրապարակներում Հայաստանի Հանրապետության տարբեր վայրերում իրականացրել եմ այդ աշխատանքը եւ այո, շատ սիրում եմ, նաեւ նախորդ աշխատավայրում ունեի առանձին փոքր թանգարանային հատված, որտեղ պահպանում էինք հին Խորհրդային Միության դեռևս ժամանակաշրջանի գործիքներ, գրականություններ եւ այլ, որը փորձել ենք մի փոքր այստեղ էլ ունենալ եւ խոսքը հեռուստադիտողների համար ասենք գեոդեզիայի մասին։ Այո, եւ հետագայում այն զարգացնել։ Հասկացա, դե շարունակենք առաջ ու նաեւ այս հարկում ասացիք այստեղ քննություն է։ Այո, մենք այս հարկում անցկացնում ենք մեր խորհրդակցությունները այս սենյակում, որտեղ խորհրդակցություններ, հա, որտեղ յուրաքանչյուր երկուշաբթի օր կամ միջանկյալ խորհրդակցությունների կարիք եթե լինում է մեծ ֆորմատով, ապա հավաքվում ենք այստեղ աշխատակիցների եւ մեր հյուրերի հետ, իսկ արդեն այստեղ լսարանային սենյակն է, եթե ցանկություն եք, հիմա քննություն է ընթանում, հենց չենք խանգարի։ Կարճ կարող ենք մի փոքր ուղակի հասկանալ ինչի մասին է խոսքը։ Այստեղ մենք անցկացնում ենք որակավորման քննություններ, կադաստրի կոմիտեն տրամադրում է գնահատողների գեոդեզիայի հողաշինարարության որակավորման վկայականներ եւ այստեղ էլեկտրոնային համակարգեր դրված եւ մասնագետները երբ որ հայտ են տալի մասնակցության համակարգի ինքնաշխատ գեներացնում է հարցաշար, լրացնում են, վերջում հենց անմիջապես պատասխանը ստանում են հաղթահարել են թե ոչ։ Ու մենք արդեն հասնում ենք անկյունին, առաջարկում եմ նաեւ մոտենանք ու դուք ասենք ինչ է կատարվում այստեղ։ Այս ոնց հասկանում շատ նեղ մասնագիտական սարքեր են, բայց որպեսզի մեր հեռուստադիտողներն էլ մի քիչ ասած պարզ հասկանան, հա, ինչ է կատարում, ասեք ինչ են անում կամ արել այս սարքերը, ու այս ինչ անկյուն է ընդհանրապես։ Շնորհակալություն, տեսեք Հայաստանի պատմության մեջ, եթե մենք խոսենք, առաջին հողաբաժանման վերաբերյալ տվյալները դեռևս թագավորական ժամանակաշրջանից Արտաշեսյան սահմանակարերը, հա։ Եվ այդ սահմանակարերից այսօր մեր պատմության թանգարանում էլ է առկա։ Այսինքն իրականում այդ սահմանակարերը ինչ են ցույց են տալիս մարդկանց հողի սկիզբը, թե որտեղ է սկսում իմ կամ որևէ մեկի սեփականությունը եւ որտեղ ավարտվում իմ սեփականությունը եւ սկսվում մյուսինը։ Այս սարքավորումները սկսած ներքևի շարքում տեղադրված 5 գործիքներից, որոնք կոչվում են թեոդոլիտներ, նիվելիրներ, լազերային հեռաչափեր, այս սարքավորումների օգնությամբ իրականացվում է տեղանքի քարտեզագրում, դեռևս վաղ ժամանակներում։ Հետագայում արդեն տեխնիկան դեզարգացել է եւ այն հաշվարկները, որոնք չափումներից հետո ձեռքով մասնագետներն իրականացրել, ծրագրավորվել են եւ ներընտրվել ավելի ժամանակակից սարքավորումներ, իհարկե սրանք վերջին մոդելները չեն, բայց կան ավելի բարձր դասի, ավելի որակյալ սարքավորումներ եւ սրանց օգնությամբ տեղի ունենում երկրի մակերևույթի հանութագրում, այսինքն չափագրվում են կոորդինատներ, գծային չափեր, բարձրություններ եւ նմանատիպ այլ ինժեներական աշխատանքների կազմակերպման համար միջոցներ են։ Եվ եթե մենք նայենք փաստաթղթերին, ապա այստեղ մենք հավաքագրել ենք բավականին հին տարիներից տրամադրված փաստաթղթեր, վկայականներ, հողի հատկացման որոշումներ, տիրապետում եք, այսինքն ամեն սարքին կարող եք հենց հիմա գնալ ինչ-որտեղ ու աշխատել իրանով։ Իրականում այո, այս ներքևի սարքերը իրենք այս պայդրությամբ ոչ աշխատանքային վիճակում են գտնվում, բայց ես ինքս իմ մասնագիտությունը դեռևս 2008 թվականին սկսել եմ հենց գեոդեզիայի ոլորտով եւ տիրապետել եմ ոլորտի բոլոր առաջադեմ սարքավորումներին, էլեկտրոնային տախիոմետրեր, GPS համակարգեր, անօդաչու թռչող սարքեր, բոլորն էլ օգտագործել եմ նախկինում պրոյեկտների իրականացման ժամանակ։ Այսինքն դա կադաստրի ղեկավար լինելու համար պարտադիր պայման է։ Ոչ պարտադիր, իմ կարծիքով, բայց ամեն դեպքում ցանկալի, որովհետև կադաստրի կոմիտեի ֆունկցիաները իրենք մասնագիտական ֆունկցիաներ են, եւ երբ որ դու շփվում ես մասնագետների հետ, իսկ մեր վարչությունները իրենք նաև մասնագիտացված վարչություններ են, առնվազն եթե մասնագետ չես, բայց առնվազն անհրաժեշտ է այնպիսի գիտելիքներ, որ դու կարողանաս մասնագետների հետ կոմունիկացվել եւ հասկանալ իրեն։ Այսինքն խոսակցական լեզուները չլինի տարբեր լեզուներ եւ անհասկացվածություն մեջ մնա, այս պարագայում ավելի հեշտ է կոմունիկացիան իրականացնել։ Հասկացա։ Շնորհակալություն այս էքսկուրսիայի համար։ Հիմա առաջարկում նաև ձեր աշխատասենյակը տեսնենք։ Շնորհակալություն։
Պարոն Թոմասյան, ձեր աշխատասենյակում էս բավականին մեծ, առաջինը աչքածակում այս մեծ հսկող մոնիտոր, բոլորին հետևում եք, այսպես։ Դե կադաստրի կոմիտեի ֆունկցիան այն է, որ մենք քաղաքացիներին պետք է ծառայություն մատուցենք։ Հիմա մենք փորձում ենք համապատասխան որակի վրա շարունակական աշխատանք տանել, որովհետև երբ որ քաղաքացին մտնում է մեր սպասարկման գրասենյակներ, մենք պետք է վստահ լինենք եւ մեր աշխատողի մատուցված ծառայության որակի եւ ընդհանուր առմամբ մեր հիմնարկի հեղինակության մասով եւ դրա պատճառով այո տեղադրված են բոլոր մեր սպասարկման կենտրոններում տեսաձայնագրման համակարգեր, որոնք կենտրոնացված միացված են, մենք ունենք համապատասխան մասնագիտական վարչություն, իրենց մոտ այս մոնիտորները անհամեմատ ավելի շատ են եւ այնտեղ վերահսկողությունը այլ ավելի բարձր մակարդակով է իրականացվում, իսկ ինձ մոտ ընթացիկ հսկողություններ իրականացնելու, եթե խնդիրներ կան հենց տեղում ծանոթանալու, որովհետև այս տեսահսկումը իրականացվում է լայվ ռեժիմով, նաև հերթերի սպասարկման։ Օրինակ, եթե տեսնում ենք մի գրասենյակում հերթեր են կուտակվում, խնդիր է, պետք է հասկանալ պատճառը որն է։ Աշխատակցի դանդաղությունն է, հոսքերի շատ ծավալն է, թե իրականում ինչ-որ այլ տեխնիկական խնդիրներ կան։ Սա դուք եք ներմուծել, այսպես ասած, նորամուծություն։ Նորամուծություն, այսպես ասել, մի քիչ բարդ է, բայց իրականում այո, իմ ղեկավարության ընթացքում է դրվել եւ աշխատանքները շարունակաբար տարվել են այս տարիների ընթացքում։ Իսկ ինչ պետք է նկատեք բացի հերթերից, որ ասես նայեք, ասեք, ես ինչ է կատարվում, նույնիսկ կուզենաք անձամբ իշներ տեղում հասկանալ։ Տեսեք, ինչ կարելի է նկատել, եթե օրինակի համար խոշորացնենք համակարգը, մենք կտեսնենք, որ օրինակ նստարանները հենց այս պայդրությամբ որոշակի նստարաններ դատարկ են։ Պետք է հասկանալ պատճառը ինչն է։ Գոնե մի հոգի պետք է լինի։ Դե հիմա նայեք, այստեղ աշխատանքը տարվում է։ Հիմա մեր գործընկերները քաղաքացիներից թղթեր վերցնելու գործառույթ այլևս չունեն։ Իրենք պետք է տեսաներացեն հենց տեղում ու անմիջապես փաստաթղթերը վերադարձնեն քաղաքացիներին։ Եվ դրված է համապատասխան համակարգեր։ Մենք պետք է հասկանանք ինչպես է այդ ֆունկցիան իրականացվում տեղում, ինչ արագությամբ է դա իրականացվում եւ միևնույն ժամանակ այս ամեն ինչի ընթացքում էլի կրկին շատ կարեւոր է հասկանալ սրահում տիրող մթնոլորտը, որովհետեւ մենք գաղտնիք չէ, որ խոսենք անշարժ գույքից, բավականաչափ մեծ ֆունդամենտալ խնդիրներ կան երկրում, մարդկանց իրավունքների, կադաստրային քարտեզների, գրանցված իրավունքների տվյալների միջև եւ որոշ ժամանակ առ ժամանակ հնարավոր է որ որոշակի կրքերի տաքացում տեղի ունենա եւ մենք այո պետք է ստիպված փորձենք բացատրել, ներկայացնել, որպեսզի քաղաքացիներն հասկանան նաեւ գործառույթային իմաստով կադաստրի կոմիտեն ինչը կարող է անել եւ ինչը չի կարող անել։ Հասկացա։ Ինչպես արդեն ասացի, բավականին sense լայն աշխատասենյակ ունեք ու կտավներ են կախած, որոնք աստիկ ձեր անձնականն են։ Ինչ են հենց այս երկու կտավները։ Իմ մասնագիտությունը սերտորեն կապված է բնության հետ, որովհետև յուրաքանչյուր օր մասնագիտական գործունեություն ծավալելուց այն ժամանակ, երբ որ հենց շինարարությունում կամ գեոդեզիական աշխատանքների իրականացման գործում էի, ամեն օր բնությունում էինք, չափումներ էինք իրականացնում Հայաստանի Հանրապետության տարբեր վայրերում եւ այդ կարոտը, այսպես ասած, վերադարձ դեպի բնություն, նախկին մասնագիտություն, այո, կտավներից եմ ստանում եւ ցավիկներից, բույսերից հավանց։ Էսել եք դուք եք բերել։ Դուք եք հետևում անձանջրել եւ այլն։ Ժամանակ առ ժամանակ օգնականս, այսինքն այն օրերին, երբ որ գործուղման կամ որևէ այլ աշխատանքային հանձնարարականով բացակայում եմ, ապա արդեն իմ գործընկերները գիտեն ինչքան եմ սիրում ծաղիկներին եւ ինչպես պետք է հետևեն ծաղիկներին։ Հասկացա։ Եվ արձանիկ եմ տեսնում, ոնց հասկացա, էլի մասնագիտական է, թե այո, սա հենց գեոդեզիստի արձան է, այսպես ասված, բայց վաղ ժամանակներից եւ չափումների իրականացման ընթացքն է պատկերված այստեղ, որովհետեւ գեոդեզիական սարքավորումները իրենք եռոտանու վրա են տեղադրվում եւ այնուհետեւ արդեն սարքավորումների հաշվարկման միջոցով իրականացվում են չափումները եւ այդ արձանը եւս, բայց այդ արձանը չի պատկերում ինձ։ Ուղղակի ինքը մասնագիտությանը նվիրված արձան է։ Բայց ինքը ինչ-որ բանի կրկնօրինակ է, որտեղից այս արձանը։ Այս արձանը նվեր եմ ստացել եւ այս նվերը հենց անձնական տրամադրվել էր ինձ հաշվի առնելով իմ մասնագիտությունը եւ Ձեզ համար ձուլվել է ինքը, այսինքն։ Ոչ թե ինչ-որ բանի կրկնօրինակ է։ Հասկացա։ Եվ լուսանկարը չի հարցնի, եթե սեղանին բացեի, բայց դրած չլիներ։ Լուսանկարում պատկերված են իմ զավակները, կատարված է լուսանկարը շուրջ 3 տարվա վաղեմության է։
եւ 3 դուստրերս եւ որդիս են պատկերված նկարում եւ ամեն անգամ աշխատանք տանելուց որևէ գործ, որևէ որոշում կայացնելուց միշտ իմ աչքի առաջ ունեմ իրենց, որպեսզի որոշումներս լինեն ճիշտ, որակյալ, թափանցիկ։ Բայց այդ ժամանակ ավելի էմոցիոնալ չեք դառնում, երբ որ նայում եք։ Չէ, ավելի հանգստանում եմ։ Հա? Հասկացա։ Քանի որ ինչպես ասացիք, սենյակը մեծ է, առաջարկում նաև մեկ այլ անկյունում արդեն ավելի հանգիստ զրուցենք ու նաև ընտանիքից կզրուցենք։ Պարոն Թովմասյան, ուզում նաև այս հարցը տամ, որովհետև ասես ճանապարհին էլ էի մտածում, ոնց եք վերաբերվում, երբ ասում են կադաստրի պետ, այդ պետ արտահայտությանը։ Իրականում Պաշտոնը անվանափոխված է կադաստրի կոմիտեի ղեկավար։ Պաշտոնապես պետ է եղել, այսինքն։ Նախկինում եղել է, այո, այդպես, բայց պետ կամ տնօրեն այսպես ձևակերպումով եղել, հիմա կադաստրի կոմիտեի ղեկավար է, այո, շատ են օգտագործում կադաստրի պետ։ Ես էլ եմ միշտ այդ լսում։ Բայց ես իրական չեմ սիրում դա, որովհետև ղեկավարը ավելի ժամանակակից ձևակերպում է եւ ավելի նախընտրելի տարբերակ։ Այդ մոտեցումն եմ ուզում հասկանալ եւ մենք գտնվում ենք մի շենքում, որը շատ մեծ է եւ ունի 15 հարկ, եթե չեմ սխալվում, 16 հարկ, ու դուք նոր եք համեմատաբար տեղափոխվել այստեղ։ Այս 16 հարկում ինչ է տեղի ունենալու, որովհետեւ տեսանք հարկեր կան պրոբլեմատիկ են, ոչ մի բան չկա, եւ այլն։ Ինչա նախատեսվում է սա ամբողջ շենքում։ Իրականում կադաստրի կոմիտեն տեղակայված է եղել իր հիմնադրման օրվանից սկսած Արշակունյաց 7 հասցեում եւ այս շենքը տրամադրված է եղել մեզ տարբեր ֆունկցիաների իրականացման համար։ Ժամանակին այստեղ եղել են այն պոակները, որոնք կադաստրի կոմիտեի ենթակայության տակ են եղել, այստեղ տեղակայված է եղել արխիվը կադաստրի կոմիտեի որոշակի հարկերում, այստեղ տեղակայված է եղել նաև գրանցման ստորաբաժանման մի հատված ու հանրապետության ամբողջ տարածքով սփռված են եղել կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանումներ, գրասենյակներ, արխիվներ եւ այլ։ Սկսած 2020 թվականից մենք մեր առջև նպատակ դրեցինք ավելի կոմպլեկտավորել, կոմպակտավորել, որովհետեւ շատ շինություններ նշանակում է շատ ծախս, սպասարկում եւ այս ընթացքում մենք կարողացանք մեր արխիվը ամբողջությամբ հավաքել Հայաստանի Հանրապետության մեկ վայրում վերցնելով մեկ շինություն, մեծ բավականաչափ մեծ տարածք է կրկին, փակեցինք եւ օպտիմիզացիայի ենթարկեցինք մեր տարածքային ստորաբաժանումները, պահելով մեկը, գրասենյակները ռեֆորմի ենթարկեցինք եւ այս պայդրությամբ հասանք այն կետին, որ այս շինությունում տեղակայված է կադաստրի կոմիտեի հիմնական back-end ֆունկցիան, այսպես ասված։ Այսինքն այդ քաղաքացիների սպասարկման հատվածը, որը գրասենյակների տեսքով խորհրդատվական ծառայությունների տեսքով գործում է տարբեր քաղաքներում, իսկ այստեղ Երևան քաղաքում մենք պահեցինք արդեն արխիվը մեկ կենտրոնացած վայրում եւ հիմնական ֆունկցիան։ Տարբեր հարկերում ինչ է տեղի ունենում, մի քանի հարկում տեղակայված է տարածքային ստորաբաժանումը, որտեղ կատարվում է իրավունքի պետական գրանցում, այսինքն դիմումների սպասարկումն է տեղի ունենում։ Այստեղ է տեղակայված գեոմատրիկայի կենտրոնը, որի հիմնական ֆունկցիան քարտեզագրական, տարածական տվյալների զարգացումն է, գեոպորտալի վարման հիմքերի ստեղծումը։ Այստեղ է տեղակայված մեր տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, որը զբաղվում է մեր թվային համակարգերի զարգացմամբ, շահագործմամբ եւ տեղեկատվության տրամադրմամբ քաղաքացիների եւ այստեղ է տեղակայված հենց կենտրոնական ապարատը իր վարչություններով։ Եվ սեղանին հատակագիծ էր դրված, այս շենքի հետ կապ ունի։ Այո։ Շենքը կառուցման տարեթվից հիմնական վերանորոգում չի անցել, յուրաքանչյուր հարկում առանձին վերանորոգումներ են իրականացվել եւ մենք համաձայնեցնելով կառավարության հետ պատվիրել ենք նախագիծ այս շինության հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք արդեն վերջնականապես կենտրոնացել ենք այս վայրում եւ մեր ծառայությունները այս վայրում են, պատվիրել ենք մեկ ամբողջական նախագիծ շինության ամբողջական վերանորոգման պայմանների ստեղծման, որովհետեւ այո դուք ինչպես նշեցիք, հիմա եթե մենք հարկ առ հարկ նայենք, կտեսնենք, որ բավականաչափ վատ պայմաններ են այսօր աշխատակիցների համար։ Իսկ քանի հոգի է ընդհանուր շենքում աշխատում։ Այս շենքում ընդհանուր առմամբ աշխատում է շուրջ 600 հոգի։ 600 հոգի։ Այսինքն բոլորը տեղավորվել են։ Այո, բոլորը այսօր տեղավորված են, մենք կարիք ունենք ենթակառուցվածքների զարգացման եւ այդ ենթակառուցվածքները զարգացնելով վերելակներ, ջեռուցման եւ օդափոխության համակարգեր,
Այո, եւ դրա արդյունքում արդեն կստեղծվի մեկ ընդհանուր միջավայր եւ կստեղծվի ճաշարանային գոտի, որովհետեւ մենք այսօր չունենք եւ դա խնդիր է մեր աշխատակիցների համար, ընդմիջման ժամերին տարբեր վայրեր գնալ, ընդմիջել, վերադառնալ եւ ընդհանուր առմամբ նախագիծը միտված է դրան։ Էլի աշխատանքի հետ կապված ո՞րն է ասես, ոնց որ նայում եք ամենատարածված խնդիրը Հայաստանում, որ կադաստրում մարդիկ գալիս են եւ ամենահաճախը այդ հարցով։ Ամենատարածված խնդիրը դա կադաստրային քարտեզների խնդիրներն են եւ միևնույն ժամանակ նախկինում ձևավորված արխիվային գործերում մուտքագրված տվյալները։ Այսինքն մարդու սեփականության իրավունքի ձևավորման փուլում որևէ տեղեկատվություն ներկայացվել է կադաստրի կոմիտե, որպեսզի մենք դրա հիման վրա արձանագրենք քաղաքացու սեփականությունը։ Տվյալները հավաքագրվել ներկայացվել են համայնքներից տարբեր այն ժամանակվա Խորհրդային Միության փլուզումից հետո արկա արխիվներից եւ այդ արխիվային տվյալների մեջ համայնքներից ստացված տեղեկատվությունների մեջ արկա են որոշակի անհամապատասխանություններ։ Այնուհետև այդ մուտքագրման փուլում արդեն կադաստրի կոմիտեում են թույլ տրվել որոշակի սխալներ։ Եվ հիմա քաղաքացիները մեզ դիմում են այդ սխալների ուղղման համար եւ մենք արդեն ստիպված ենք լինում համայնքներից եւ տարբեր պատկան մարմիններից խնդրել, որպեսզի մեզ ներկայացնեն ուղղման վերաբերյալ տվյալներ, բայց ամենամեծ խնդրը, որը բոլորիս հայտնի է երևի թե դա կադաստրային քարտեզների սխալն է, որը ծագել է Հայաստանի Հանրապետության առաջին անգամ կադաստրային քարտեզագրման ժամանակ տեխնոլոգիաների թերություններից, որոշակի աշխատանքների կազմակերպման թերություններից եւ այդ սխալները այսօր էլ շարունակում են մեր հետ ապրել եւ որի վերաբերյալ մենք շարունակական աշխատանքներ ենք տանում, միգուցե խնդրեմ ունեցողի համար այդ աշխատանքների լուծումը թվա երկարաժամկետ, երկարատև, բայց այնուամենայնիվ մենք գործ ունենք սեփականության իրավունքի հետ, որը պաշտպանված համանդրորեն պաշտպանված իրավունք է եւ յուրաքանչյուր փոփոխություն կատարելուց մենք պետք է վստահ լինենք, որ որևէ այլ սուբյեկտի իրավունքներ չի ոտնահարվում։ Այսինքն այդ խնդիրները մոտավորապես դրանք են։ Եվ ինչ որ տեսանելի ապագայում կա հեշտ, ոչ թե հեշտ, բայց լուծում գոնե, այսինքն որ հնարավորինս կչանան այդ խնդիրները։ Դե ինչպես նշեցի, մենք շարունակաբար փորձում ենք այդ խնդիրներին անդրադարձ կատարել եւ այդ անդրադարձը մենք իրականացնում ենք օրենսդրական բարեփոխումների եւ թվային համակարգերի ներդրման միջոցով, որ մարդիկ իրար հետ հնարավորինս քիչ կոնֆլիկտ ունենան, դատարաններ եւ այլն քաշքշուկա այդ։ Եթե բերենք օրինակներով, տեսեք, այսօրվա գործող իրավակարգով, եթե որևէ քաղաքացի խնդիր ունի իր հողի սահմանների հետ, ենթադրենք հողի սահմանները կոնկրետ ֆիքսված է բնության մեջ չափով եւ տեղադիրքով, բայց վիրտուալ կադաստրային քարտեզներում սխալ է կոորդինատավորված։ Ներկայդրությամբ եթե մարդը բախվում է այս խնդրին, կադաստրի կոմիտեն այստեղ գործառույթ չունի անելու, այսինքն ինքը պետք է սեփականատերը դիմի հարևաններից համաձայնություններ, համայնք սահմանների ուղղման, եթե հարևանները տալիս են լավ, եթե չեն տալիս արդեն վեճ է դառնում հարևանների մեջ, միգուցե մահացած հարևան կա, ժառանգություն չկա բացված, այսինքն այն սուբյեկտը չկա, որ պետք է տա համաձայնություն կամ բացակայում են երկրից, այս պարագայում ներկա կարգավորումներով քաղաքացին միայնակ է կարելի ասել։ Եվ այն օրենքը, որը որ մենք մշակել ենք, ինչպես նշեցի արդեն օրենսդրական բարեփոխումների շրջանակում ենք, որը որ մշակել ենք եւ գտնվում է ազգային ժողովում եւ մոտ ապագայում կհաստատվի, այս ազգային ժողովը, գործող ազգային ժողովը հուսով եմ կհաստատի արդեն երկրորդ ընթերցմամբ, այդ օրենքի ընդունումից հետո մենք այլևս քաղաքացու կողքին ենք լինելու կադաստրի կոմիտեն։ Այսինքն երբ որ քաղաքացին բախվի այդ խնդրի հետ, դիմելու է մեզ, մենք վարչարական գործիքներով, մեր ռեսուրսներով փորձելու ենք արդեն այդ համաձայնությունները ձեռք բերել, բայց միևնույն ժամանակ համաձայնությունների բացակայության պարագայում, եթե մենք տեսնենք, որ քաղաքացու պահանջը իրավաչափ է եւ բնության մեջ սկսած դեռևս վաղ ժամանակներից ինքը այդ տարածքն է օգտագործում, մենք վարչարության միջոցով բավարարելու ենք դիմումը եւ կատարենք սահմանների ուղղում։ Այստեղ քաղաքացուն մնում է միայն մեկ հարց, որ ինքը պետք է դիմելուց առաջ գեոդեզիական հանրութագրում ներկայացնի, որը այսպես թե այնպես ներկա կարգավորումներով եւս քաղաքացու վրա դրված պարտավորությունը բեռ է։ Հասկացա։ Գործերից խոսեցինք, բայց նաեւ արդեն մի քիչ պատմեցիք 4 երեխա, պարոն Թոմասյան, ոնց եք հասցնում։ Դե մի քիչ բարդ է ասել, հասցնում եմ թե չեմ հասցնում, բայց իրականում փորձում եմ ամեն ինչ անել, որովհետև ես մեծ ուշադրություն եմ դարձնում առաջին հերթին կրթության եւ կրթության որակի վրա, այսինքն եթե ժամանակս կարողանում եմ կազմակերպել այնպես, որ որոշակի ռեսուրս տրամադրեմ նաեւ իրենց,
փորձում եմ այդ դասապրոցեսների վերաբերյալ տեղեկատվություն ստանալ, բայց այնուամենայնիվ ինձ մեծ աջակցություն է ցուցաբերում իմ ընտանիքը, կինս, ծնողներս, որովհետև մենք ապրում ենք ծնողներիս հետ միասին, Այդ որոշումը, դա կներեք որ հարցում, բայց շեշտեցիք դրա համար հետաքրքրեց։ Դա, այսպես ասեմ, ես այլ տարբերակ չեմ էլ մտածել երբևիցե։ Ինչու՞։ Չգիտեմ պատճառները կդժվարանամ իրականում մեկնաբանել, բայց մենք այնպիսի կապի մեջ ենք այդ ընտանեկան, ծնողական եւ զավակի կապը այնպիսին է, որ շատ բարդ կլիներ ինձ համար եւ ծնողներիս համար, եթե մի պահ պատկերացնեինք, որ մենք ապրում ենք առանձին տներում, այսպես ասած։ Այսինքն դուք դեմ եք մի քիչ նրան, որ ժամանակակից զույգերը հիմնականում գերադասում են առանձին ապրել, թե Տեսեք, ընտրության հարց է, ոչ թե ասեմ դեմ եմ, սխալ կլինի, ես ինքս եթե վերցնում եմ իմ վրա, իմ ընտանիքի վրա, այո դեմ եմ, բայց եթե որևէ մեկի ընտրությունն է, դա արդեն այսպես ասված իր ընտրությունն է եւ մարդու որոշումը։ Ես ինքս նախընտրել եմ եւ նախընտրում եմ ապրել իմ ծնողների հետ միասին։ Իսկ ձեր երեխաներին ինչպեսին եք պատկերացնում ապագան, ինչ կուզեիք որ են լինեին այս ժամանակակից աշխարհում, որն ձեզ ամենաօպտիմալ ուղին։ Տեսեք, մեծ վեճի առարկա է սա, այդ թվում եւ հիմա, այո, մեր ընտանիքում, որովհետեւ զավակներից տարիքները այնպիսին է, որ մեծս 15 տարեկան է, աղջիկս, եւ միջնեկ զավակս 11, 8 եւ տղաս ավելի փոքր 3 տարեկան, այս ընթացքում մենք փորձել ենք հասկանալ, թե ում բնույթին ավելի ինչպիսի մասնագիտություն այսպես կհամապատասխանի։ Քանի որ նայում ես խառնվածքին մարդու, որպեսզի կարողանաս նաև հասկանալ, որ ուղղվածությամբ գնա, մեծ աղջկաս համար մենք անդադ քննարկել ենք տնտեսագիտական ուղղվածությունը, բայց վերջի մի քանի ամիսների ընթացքում ինքը ավելի շատ այս երևի քաղաքական այս նախընտրական process-ները դիտելով, հեռուստացույցով, լրահոսով մի պահ որոշում էր կայացրել, որ ինքը ավելի շատ ուզում է այդ ուղղվածությամբ շարունակի։ Քաղաքագիտական, թե քաղաքական։ Քաղաքագիտական, այսինքն ընտրի այնպիսի մասնագիտություն, որը որ հետագայում իրեն թույլ կտա շարունակություն տեսնել այդտեղ, բայց ամեն դեպքում մենք փորձեցինք կնոջս հետ խոսել հետը ու պահպանեցինք այն ուղղվածությունը ի սկզբանե, որը ընտրել էինք տնտեսագիտական ուղղվածությունը։ Բայց վերջին որոշումը այսինքն ձերն էր, ոչ թե երեխայի։ Ոչ թե մերն էր, այլ բանակցությունների արդյունքում ծնված որոշում էր, այսպես ասված։ Հասկացա։ Ցավոք մեր ժամանակը մոտենում է ավարտին, բայց դուք նաև Գեղարքունիքի մարզից եք ծագումով, ի՞նչն եք ձեր մեջ ամենաշատը տեսնում, չգիտեմ, բնավորության գիծ կլինի կամ մեկ այլ բան կլինի, որ ասեք հայ տիպիկ այնտեղի մարդու։ Տեսեք, այո, ես ծնվել եմ Գեղարքունիքի մարզում, բայց այնուհետև իմ ամբողջ գիտակից կյանքը, այսպես ասած, դպրոց, մանկապարտեզ դպրոց ապրել եմ Արարատի մարզում։ Իրականում, եթե շատ այսպես ժողովրդական լեզվով ասեմ, այն չոր կող, որ ասում են, չէ՞, այդպիսի բան կա, հա։ Եթե մի բան որոշել եմ, մի քիչ բարդ է ինձ հակառակում համոզելը, որը չեմ կարող ասել դերական թե բացասական կողմ է, բայց իմ կարծիքով դա գալիս է հենց այդ մարզից, հենց այդ բարձրլեռնային գոտուց, որը իմ ծնողներն էլ նույն գյուղից են, հարևաններ են, եւ իրենցից ժառանգած այդ գեներից է գալիս էսը։ Իսկ բարբարն տիրապետում եք։ Ամբողջությամբ այո։ Սիրելի արտահայտությունը ձեր բարբարով։ Տեսեք, ավելի շատ այսպես որ ասեմ կոնկրետ արտահայտություն կա, որը իմ դուրը գալիս է կամ չի գալիս, ավելի շատ այդ խոսակցական ոճ է, երբ որ դու սկսում ես խոսել այդ բարբարով, ոնց որ դու ինքդ գտնվես քո ափսեի մեջ, այսպես ասված, չեմ առանձնացրել կոնկրետ որևէ արտահայտություն, որը շատ սիրում եմ, բայց հենց հայտնվում եմ այդ միջավայրում, անպայման անցում եմ անում արդեն բարբարային խոսակցության։ Այսինքն այստեղ տանը խոսում եք այսպես երևանյան։ Հայրիկս ու մայրիկս ոչ, էլի բարբարով են խոսում, այո, որից նաև զավակս որոշակի բառեր արդեն վերցրել է բարբարային է օգտագործում։ Կուճուրե, ու այդ բարբարից ինքը արդեն որոշակի բառեր քաղվածքներ արել է, օգտագործում է, բայց իրականում տանը Եվ այնպես, իսկ եթե մենք մեր հարազատների միջավայրում ենք գտնվում, արդեն ամբողջությամբ անցում ենք անում։ Ես հենց հերվից մի քիչ նուրբ փորձեցի, հենց հաղորդման վերջում կուզեի հենց Գեղարքունիքի բարբարով հաղորդումը ամփոփեինք, կարող ինչ որ բան ասեք ու մենք հրաժեշտ տանք իրար, գնանք մեր գործերին։ Այդ բարբարով արտահայտությունից մեկը օրինակ, չգիտեմ, հաջողություն կամ
Գործերին հաջողություն, տես մի բան։ Բարբարով եթե ասեմ, պետք է ասեմ շատ շնորհակալ եմ, որ այս հաղորդումն նկարահանեցիք ու հուսով եմ նաև մեր ժողովրդին դուր կգա։ Շատ շնորհակալություն, պարոն Թովմասյան։ Ձեզ շնորհակալություն։